Բարև ձեզ հարգելի ժողովուրդ, բարև երկիր, բարև ազգ։ Կիրակնորյա մտորումներ շարքից, այսօր ամսի 26-ն է ապրիլի, սկսեմ այսօր տարածված են լուրից, կեղծ լուրից, թե իբր Իվետա Մուկուչյանը համերգին 3 տեղի ունեցած հանդես է եկել ճակատին հատուկ զարդով, որի վրա լուսիննա և աստղ, ճիշտ այնպիսի աստղ չէ, ինչպես թուրքական դրոշի վրա, բայց ամենայն դեպս նշանը շատ այսպես տիպիկ խորհրդանշում է այսօրվա դրությամբ, խորհրդանշում է իսլամական, թուրքական ուրեմն ինքնությունը, այսպես ասած, կեղծ նկար էր տարածվել, հետո ճիշտ նկարը դրեցին, որ իրականում խաչ է եղել ճակատին, ոչ թե կիսալուսին և աստղ, այլ խաչ է եղել ճակատին։ Եվ նույնիսկ այդ առաջի լուրերը, որ ես տեսա, ադրբեջանական կայքերում էր դա տարածվել և ադրբեջանցիներն էլ կարծես թե հենց տարածողներն էին եղել, դրանից հետո նոր ասենք հայերը սկսել էին տարածել այդ կեղծ լուրը։ Ու մի շարք լրատվականներ շատ պատրաստական ձևով ասում էին, սա սուտ լուր է ախր, իրականում Իվետա Մուկուչյանը հանդես է եկել խաչով, ոչ թե աստղը լուսինի վրա, աստղը կիսալուսնով, իրականում դա կեղծիք է, ճիշտ էին ասում մարդիկ, դա կեղծիք է, բայց այդ լրատվականների հենց համար, այդ լրատվականների դաշտից ինձ մոտ հարց է առաջանում մի բնական հարց, իսկ ինչ տարբերություն Իվետա Մուկուչյանը ամսի 25-ին ցեղասպանության հիշատակի ճիշտ հաջորդ օրը ինչ զարդարանքով էր հանդես գալիս, ինչ տարբերություն խաչ էր, թե կիսալուսինը աստղով, տարբերություն կա ժողովուրդ ջան, ինչ տարբերություն, այդ օրը, այդպես տոնական, այդպես հատուկ մշակված միջոցառմանը, որը այսպես պիտի կտրեր ցեղասպանության վիշտը և դրանից մեկ օր առաջ եղած ջահերի երթը, ինչ տարբերություն, թե ինչ նշանով ես հանդես գալի, ասենք թե խաչով, այդ նշանակում է խաչապաշտ ես, և եթե չեմ սխալվում հայկական էստրադային աստղերից, եթե չեմ սխալվում, համերգը չեմ տեսել, միայն Իվետա Մուկուչյանն է եղել, մնացածը եղել են միջազգային արտասահմանյան երգիչներ։ Ինչի համար։ Ինձ համար ոչ մի տարբերություն։ Հիմա տարբերություն կա Իվետա Մուկուչյանը այդ օրը հանդես կգա, թե չէ։ Ինձ համար որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի տարբերություն կա։ Ինքը այդ օրը իրեն թույլ կտա գնալ այդ գործարքին, թե չէ, ինձ համար կա։ Բայց թե գործարքին գնալուց հետո ճակատին խաչ կլինի, թե կիսալուսին, ինձ համար մեկ է արդեն։ Ուզում եք 20 հատ խաչ շարածը լինի, այդ կիսալուսինը ես տենում եմ արդեն։ Միգուցե մի քիչ խիստ եմ ասում, միգուցե շատերդ ինձ հետ համաձայն չլինեք, բայց նրանք, ովքեր համաձայն կլինեն, իմացեք, ես այսպես եմ մտածում։ Ես չեմ հայտարարել, օրինակ, թուրքն իմ թշնամին է, ես թուրքական դրոշ չեմ վառել, Թուրքիայի դրոշ չեմ վառել, այսպիսի նախաձեռնություններ չեմ արել, ուզում եմ ասեմ, այնպես չի, որ այսպես միակողմանի հակաթուրքական տրամադրված եմ, չէ, ես համարում եմ, որ նորմալ, միջին Հայաստանի Հանրապետության քաղաքացի եմ այս հարցում, ուզում եմ բարիդրացիական հարաբերություններ, այդ թվում Թուրքիայի հետ, սակայն իրավազորության շրջանակներում, իրավահավասարության շրջանակներում, սրա մասին դեռ կխոսանք, բայց սա շատ կարևոր է, որ մենք ընդգծենք, այդ օրը, այդ միջոցառումը, սկզբում այդ խորոված փարթին, երեք ասում էի զղթկվել ուրեմն փարթի, բայց մի քիչ ցասումս հանգստացավ, երբ որ տեսա, որ մեր ժողովուրդը այնուամենայնիվ դրան մեծ մասնակցություն չունեցավ, ամբողջ օրը այնտեղ կամ տուրիստներ էին, կամ հենց բուն ՔՊ-ի ներկայացուցիչներ իրանց ընտանիքի անդամների հետ։ Բարեբախտաբար մեր ժողովուրդը այնտեղ հանդես չեկավ
թեև եթե ձրիլներ, մուֆտալիներ, մեր ժողովրդի մուֆտջիական մի հատ հատուկ շերտ կա, այդ մուֆտջիները ընդ լիքը կլինեին, բայց քանի որ ձրի չէր, փողով էր, հետնել ահագին թանկ էր, այդ մուֆտջիների շերտը առանձնակի չէր ոգևորվել եւ իրան կոտորելով չէր գցել իրեն ամիրյան փողոց։ Սա սենց։ Իսկ երեկոյան համերգին արդեն անդրադարձել եմ, եթե հետաքրքիր է, նայեք իմ երեկվա, գիշերվա, նույնիսկ կարելի ասել կես գիշերի ուղիղ եթերը, դրան արդեն անդրադարձել եմ։ Եվ այնուամենայնիվ հայ ազգի էստրադայի աստղերը այդ բեմում, այդ միջոցառման այդ օրը իմ համար հանդես են գալի բոլոր դեպքերում կիսալուսինը ճակատներին կպցրած։ Անկախ նրանից դելեի աման են երգում այնտեղ, անկախ նրանից, չգիտեմ, ինչ ասեմ, ինչը կիլիկյակը երգեն ընդեղ, մեկա ինչ կերգեն, անկախ նրանից ինչ կերգեն, այայի երկիր Արցախ կերգեն, մեկա, ինչ էլ երգեն, այնտեղ ինձ համար հայազգի երգիչը հանդես է գալի կիսալուսինը ճակատին, աներևույթ ձևով ճակատին փակցրած, կպցրած։ Բայց Իվատը Մուկուչյանը կարա քաղաքական անձ չլինի, իրան որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի որպես սուբյեկտ չզգա եւ այդ մարդը ասի իմ գործն է։ Հիմա ինձ որ թուրքը դիմի հիվանդ, ասի բուժի, կբուժես, ես կբուժեմ։ Եթե հիվանդ է, կապ չունի ազգը, կրոնը, ռասան, սեռը, սոցիալական դիրքը, ոչ մի բան կապ չունի, ես բժիշկ եմ եւ ես կբուժեմ ցանկացած մեկին։ Բայց ես իմ տաղանդը ընդեմ ցեղասպանության հիշատակի օրվան, ցեղասպանության հիշատակի օրը կոտրելու համար չեմ օգտագործի։ Այսինքն ցուցադրաբար հատուկ, որ տեսեք, այսինքն ինչ է ստացվում, եթե հայ հիվանդը լինի եւ թուրք հիվանդը, ես ցուցադրական թուրքին չեմ նախընտրի, ասեմ, որ տեսեք, ես Թուրքիայի հետ լավ եմ, ուզում լինեմ։ Բոլորը ուզում են իրանց հարևան երկրների հետ լավ լինեն։ Հիմա կգամ հեսա այդ Թուրքիայի հարցին։ Իսկ մի բան էլ, որ Հակոբ Բադալյանը, իդեպ Հակոբ Բադալյանի տելեգրամյան կանալին հետևեք։ Ինքը նկատում է օրվա լրահոսի մեջ եւ քաղաքական դաշտում, այդ թվում աշխարհ քաղաքական, փոքր սիմպտոմներով, մանր այսպես փոքր սիմպտոմներով դրսևորող ահագին նրբություններ։ Ոչ ոք լրատվական դաշտում այդպես մանրախնդիր ձևով, այստեղ լավ իմաստով, այդպես մանրակրկիտ չի նկատում այն թույլ նշանները, որոնք մեծ բան են որոշում, դա շատ պրոֆեսիոնալ բժիշկ պետք է լինես, որպեսզի հիվանդի մոտ այդ թույլ սիմպտոմները նկատես եւ դրանց վրա այնուամենայնիվ կառուցես դիագնոստիկ հետաքննության քո տրամաբանությունը։ Ահա Հակոբ Բադալյանը դա անում, անպայման նայեք եւ Հակոբ Բադալյանը հետևեք իրան։ Հակոբ Բադալյանը ինչ էր նկատել, որ մինչև այս պահը Հայաստանի Հանրապետության նախագահի կողմից, Վահագն Խաչատուրյանի կողմից ցեղասպանության օրվա հետ կապված որևիցե ուղերձ չի եղել։ Այսինքն, իրականում գիտեք, ըստ սահմանադրության Հայաստանի Հանրապետության գլուխը թագավորն է, նախագահն է, պետության գլուխը միապետական երկրներում, պետության գլուխը թագավորն է, հանրապետական կարգի դեպքում պետության գլուխը նախագահն է, այդպես է ընդունված։ Թեև այդտեղ տանձի պոչ է, էլի, դեկորացիա է իրանից ներկայացնում, եթե բանը նախագահ, թե հիմիկվա միապետություններում են դեկորացիա թագավորները, չնայած կարևոր ֆունկցիա ունեն, թե նախագահները պարլամենտական երկրներում, բայց ի՞նչն է հետաքրքիր, այսինքն բարձրագույն պետության գլուխը Հայաստանում Վահագն Խաչատուրյանն է, թե միշտ չի, որ անունը կարող է մեկ-մեկ մոռանանք, բայց պաշտոնապական տեսանկյունից այդ մարդը ոչ ինչ որ կարեկցանք, ոչ ցավակցանք, ոչ թեկուզ ոգեկոչում, ոչինչ պաշտոնապես չի հայտարարել։ Այսինքն մենք ապրում ենք Հայաստանի Հանրապետությունում, ես հայրենասիրությունից դրդված չեմ սա ասում, քավլիցի, չմտածեք տենց ուզում եմ հայրենասեր երևամ, հայրենասերը խոսալով չի, հայրենասերը իր ապրած կյանքով է։ Բայց ինչ նայեք, փաստ արձանագրենք, որ Հայաստանի Հանրապետության նախագահը մեր օրերում
այլևս ցեղասպանության հետ կապված հայտարարությունով հանդես չի գալիս։ Վարչապետն է հանդես գալի էնել 8 րոպեանոց թե 7 րոպեանոց ելույթում մի անգամ սկզբում ասում է հայոց ցեղասպանություն մեծ եղերն, իդեպ Հայկ Մարտիրոսյանը իր էջում լայվ արե 40 քանի րոպե, բավականին մանրամասը վերլուծում է այդ տեքստը 7 րոպեանոց, բավականին մանրամասը, խորհուրդ եմ տալի Հայկ Մարտիրոսյանի էջում մտնել եւ դա տեսնել կամ YouTube-ում փնտրել եւ լսել։ Ահա այդ ամբողջ 7 րոպեանոց տեքստում երևի տասնյակից ավել անգամներ, միգուցե 20 անգամ մեծ եղերն, հայոց եղերն բառն է օգտագործում Նիկոլ Փաշինյանը։ Եվ միայն սկզբում, որպես հոմանիշ, որ յանի բիթիքցի էլի, ասում է հայոց ցեղասպանության մեծ եղերնի օրը ու էլ վերջ, էլ ցեղասպանություն բառը չի կրկնում։ Եթե հիշում եք, տասնամյակներ շարունակ ողջ հայ ազգը Սփյուռքում եւ Հայաստանում շունչները պահած սպասում էին, հետևում էին, թե ԱՄՆ նախագահները արդյոք կասեն ցեղասպանություն բառը։ Եվ ԱՄՆ նախագահները սովորաբար շրջանցում էին այդ անհարմար դրությունը, որ ոչ թուրքերի հետ վատամարդ լինեն, ոչ էլ հայերին նեղացնեն, եւ ասում էին մեծ եղերն։ Իբրև թե ճիշտ այնպես, ինչպես հայերն են ասում։ Այսինքն դրա տակ դիվանագիտական, քաղաքական միտք կար։ Հայկ Մարտիրոսյանը շատ դիպուկ նկատում է, որ մեծ եղերնը դա ըստ էության նկարագրական, պատմաբանական նկարագիր է, իսկ ցեղասպանությունը դա իրավական նկարագիր է, ինչը ենթադրում է հատուցում։ Այսինքն դա մեկ այլ տերմին է, արդեն ավելի քաղաքակիրթ, ավելի իրավական, ավելին աշխարհի կողմից ճանաչված որպես հանցագործություն, մարդկության դեմ հանցագործություն։ Ուշադրություն, մարդկության դեմ հանցագործություն։ Հեսա այս դրվագին կգանք։ Եթե մոռանամ էլ հիշեցրեք, թե ինչա նշանակում մարդկության դեմ հանցագործությունը, էլի այս դեպքում, ցեղասպանության դեպքում։ Ահա մեր վարչապետը, իդեպ Ամերիկայի նախագահներից 1981 թվականին Ռոնալդ Ռեյգանն է արտահայտեց ցեղասպանություն բառը եւ 2021 թվականին Ջո Բայդենն է իր խոսքի մեջ հնչեցրեց ցեղասպանություն բառը, երկու անգամ է դա եղել։ Մի խոսքով բանը հասավ նրան, որ Հայաստանում հերիք չի նախագահը չի հիշատակում ընդհանրապես, դա հիշատակում է վարչապետը, որը ըստ հիերարխիայի պետության գլխի նկատմամբ ավելի այս դեպքում արարողակարգային իմաստով ավելի ցածր դիրքերում է, էնել սկզբում մի անգամ ասում է ցեղասպանությունը 7 րոպե կրկնում դիվանագիտորեն թուրքերին վատամարդ չլնելու Իվետ Ամոկուչյանի ականջը կանչի։ Թուրքերին վատամարդ չլինելու ուրեմն եղերն, մեծ եղերն բառը։ Այն մնացած ասածը կրկնում եմ Հայկ Մարտիրոսյանի էջը նայեք շատ լավ մեկնաբանում է, շատ լավ բացատրում է։ Հիմա ասենց պլյուս կաթողիկոսի այցը եւ արարողությունը, որ արել է կաթողիկոսը, դա էլ ցեղասպանության ինստիտուտի կայքից են հեռացրել։ Սկզբում դրվել է, հետո հեռացվել է։ Եվ ցեղասպանության ինստիտուտի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը, ով հիշում եք նոր է նշանակվել Նիկոլ Փաշինյանի հրամանով, ապօրինի հրամանով, հեռացվեց նախորդ J.D. Vance-ին գիրք նվիրելու համար հեռացվեց նախորդ գիտնական տնօրենը, ահա այս նոր ԺՊ ժամանակավոր պաշտոնակատարը ասել է, որ իր հետ չէին համաձայնեցրել, դա պետք է այնտեղ չլինի, ընդդեմ միայն պետական այրերի, պետական տանձի պոչերի ուրեմն մասին պետք է հիշատակվի եւ կաթողիկոսի մասին էլ լսեք, հայոց ցեղասպանության դա միայն Հայաստանի Հանրապետությանը չի վերաբերվում, դա վերաբերվում է համայն հայությանը։ Հայոց ցեղասպանության հիշատակի օրը հուշարձան այցերի մեջ մի հատ համահայկական բան այնտեղ որ կա, դա եկեղեցին է։ Եկեղեցու ներկայացուցիչը կամ եկեղեցու գլուխը այնտեղ պիտի չհիշատակվի ցեղասպանության ինստիտուտում։ Ուրեմն համահայկական օր հիշատակի համահայկական միակ կառույցը տվյալ դեպքում եկեղեցին է։ Հայաստանի Հանրապետությունը փաստացի համահայկական չի։ Փաստացի առանձին պետություն, այնտեղ մնացած հայերը տարբեր պետությունների քաղաքացիներ են, նրանց էլ իրենց պետություններն է աշխարհում ներկայացնում։ Բայց այս հարցում մենք բոլորս
մի սուբյեկտ ենք, մի մարմին ենք, մի վիշտ ենք, մի հիշողություն ենք, մի ապրում ենք, մի պահանջ ենք, մի պահանջատիրություն ենք, մի հիշատակ ենք, բոլորս անկախ նրանից ով որտեղ ապրում, ինչ երկրի քաղաքացի է։ Ցեղասպանության ինստիտուտի տնօրենն էլ էսա։ Մեծ վստահ անպատժելիության մթնոլորտում այս քմահաճ վերաբերմունք եկեղեցին ընդ չպետք է լինի։ Բնականաբար սա վերևից եկող առնվազն Նիկոլ Փաշինյանի մակարդակից եկող հրահանգը, ձեռագիրը, տրամադրությունը, գործելավոճը։ Հիմա վերադառնանք ցեղասպանությունը որպես մարդկության դեմ ուղղված հանցագործություն եւ շարունակենք միտքս տեղից։ Ուրեմն տեսեք, գողությունը դա սեփականության իրավունքի դեմ ուղղված հանցագործություն է, չէ՞։ Բոլորս գիտենք գողությունը հանցագործություն է, բայց այդ հանցագործությունը որ իրավունքի դեմ է ուղղված, սեփականության իրավունքի։ Սպանությունը, բոլորս գիտենք, սպանությունը հանցագործություն է։ Այս սպանությունը որպես հանցագործություն, որ իրավունքի դեմ է ուղղված, կյանքի իրավունքի դեմ է ուղղված, չէ՞։ Այսինքն ամեն մի հանցագործություն մի ինչ-որ իրավունքի դեմ ուղղված է։ Հիմա հարց, ցեղասպանությունը, որ ասում ենք մարդկության դեմ հանցագործություն, այդ ցեղի սպանությունը, գենոցիդը, գենի ծագման սպանությունը, որ իրավունքի դեմ է ուղղված, հայրենիք ունենալու եւ ինքնություն ունենալու իրավունքին է ուղղված։ Ցեղասպանությունը որպես հանցագործություն ուղղված է հայրենիք ունենալու իրավունքին եւ ինքնություն ունենալու իրավունքին։ Դրա համար տեղահանությունը ցեղասպանական ակտ է, մարդուն արգելես, որ ինքը իր էթնիկ ինքնությունը հիշի, մարդուն պարտադրես, որ ինքը մոռանա իր էթնիկ ինքնությունը, դա եւս ցեղասպանական ակտ է։ Առանց սպանության դա ցեղասպանական ակտ է։ Առանց սպանության տեղահանությունը ցեղասպանական ակտ է, որտեղ զրկում ես հայրենիք ունենալու իրավունքից, եւ առանց սպանության ինքնությունը ոչնչացնելը, ինչպես Արցախում եկեղեցին են ոչնչացրել, ու մեր իշխանությունները դե արդեն որևիցե արձագանք չկա։ Դա էլ ինքնությանն ուղղված, ինքնության իրավունքին ուղղված հանցագործությունն է եւ էլի ցեղասպանական ակտ է։ Թեև այնտեղ արցախցի չի ապրում, բայց դա շարունակում են այդ գենոցիդային ցեղասպանական գործողությունը։ Հիմա սրանով ուր եմ տանում, ցեղասպանության հիշատակի հաջորդ օրը խորոված փարթիով կտրել էտի, ամբողջ հանրապետության հրապարակով համերգ անել, մի օր էլ են կողմ կարող էին անել, կիրակի օրը կարող էին անել, էլի, այսօր կարող էին դնել, ասենք թե։ Այ ինչի դեմ է սա ուղված, սա ինքնության դեմ է ուղված, սա ցեղասպանության շարունակություն է, Հայաստանի պատմություն դարձնել հայոց պատմությունը, սա ինքնության դեմ է ուղված։ Ինչքան ուզում եք ասեք տնտեսական աճ, խաղաղություն, տո չգիտեմ ինչ ուզում եք ասեք։ Ինչ ուզում եք ասեք, սա այս ամեն ինչը մեր ինքնության դեմ է ուղված։ Իսկ դա նշանակում է ցեղասպանական ակտ, ցեղասպանական գործողություն, պարտադիր չի վերցնեն սպանեն։ Ինչի է իշխանությունը լծվել այս ցեղասպանության հետ, այսպես ընդհանուր եզրեր գտնող քայլերին, շարունակապ։ Ժողովրդի մի զգալի մասն էլ, կներեք ինտերնետս ընդհատվում է, ժողովրդի մի զգալի մասն էլ ուրախանում է, ծափ ծիծաղ, ինչ ասես, ծափ ծիծաղ, ուրախանում է, նորմալ է, տենց էլ կլինի, այդ մարդիկ էլ կլինեն։ Իդեպ,
մի բան էլ ասեմ, Իվետի Մուկուչյանը իր ճակատին լուսին կդնի թե խաչ, այդ իր իրավունքն է։ Այդ իր համոզմունքներն են, ինքը կարա արտահայտի։ Բայց իմ խոսքը ինչին է վերաբերվում։ Իմ խոսքը նրան է վերաբերվում, որ իմ համար մեկ է ինքը։ Այդ օրը ինչ համոզմունքներ է արտահայտում։ Այդ օրը ինքը Նիկոլ Փաշինյանի խաղն է խաղում, պարն է պարում, երգն է երգում, որը հատուկ մտածված, կանխամտածված ուղղված է մեր ինքնության դեմ։ Հիշատակի հարգման տեսանկյունից։ Էդ էլ ասում, այսինքն ես ընդունում եմ այդ մարդու, բայց այդ մարդու այսինքն արտահայտվելու արդեն խոսքերից անկախ, թե ինքը ինչ ասում իմ համար մեկ է։ Հիմա ինչ եմ ուզում ասեմ։ Այսինքն պատկերացրեք 1 րոպե լռության համար ասում են 1 րոպե լռությամբ հարգենք զոհերի հիշատակը։ Հիմա մեկը այնտեղ կանգնել է անեկդոտ է պատմում, թե ինչ որ ուժսկինոից է դրվագ պատմում, այդ լռության րոպեին, իմ համար մեկ է։ Ինքը խախտում է լռությունը։ Այսինքն ինքը իրավունք ունի, թե անեկդոտ պատմի, թե ուժսկինոից մի հատ դրվագ պատմի, ինձ մեկ է։ Ինքը խախտում է այդ լռության հարգանքի րոպեն։ Իսկ դուք կարաք սրա հետ ամենևին համաձայն չլինեք, որտեղ ես հասկանում եմ, սա վիճելի մոտեցում է։ Ու ես հարգում եմ ձեր տարաձայնությունը, եթե այդպիսիք կա։ Հիմա ես վերջերս Շարմազանովը խոսում էր, պատմում էր Նիկոլ Փաշինյանի այդ հանդիպումից։ Իդեպ ես այդ հանդիպումի մասին լսել եմ 2020-ի 44-օրյա պատերազմի այն վերջերում արդեն լսել եմ դրա մասին մարդկանցից, ովքեր ներկա են եղել այդ հանդիպմանը, խորհրդարանական թե արտախորհրդարանական մի խոսքով ուժերի հետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է, 2 հանդիպում է ունեցել եւ ներկայացնում է դրությունը, ոնց որ հաշվետվություն է տալի, ինֆորմացիա, որը մեզ լուրերով չէին ասում։ Այդ ժամանակ նույնիսկ Նաիրա Զորաբյանը խիստ վրդովված մի քանի հարցազրույց է տվել այդ ժամանակ, ու ասում էր ես չեմ ասի թե ինչ է մեզ ասել, թող Նիկոլ Փաշինյանը ինքը համարձակություն ունենա, վեր կենա ասի այն ժողովրդին, որ հլա ասում էին հաղթելու ենք, իրանք վաղուց արտախորհրդարանական ուժերին հավաքել եւ ասել էին, որ վարիանտ չունենք հաղթելու, պարտվում ենք գնել իր ձևի։ Այսինքն այդ ամեն ինչը եղել է նախորոք։ Նախորոք դրա մասին իմացել են։ Ավելին ասեմ, դա եղել է մինչև հոկտեմբերի 19-ը եւ Շարմազանովը այդքան տեղ ճիշտ է ասում, որ մինչև հոկտեմբերի 19-ը հնարավորություն ա եղել պատերազմը կանգնեցնելու Ռուսաստանի միջնորդությամբ հենց հոկտեմբերի 19-ին։ Հետագայում դրա մասին ասել, այսինքն հոկտեմբերի 19-ից հետո էլի անմիջապես նոյեմբերի 9-ից հետո դրա մասին հայտնել է հարցազրույցում Պուտինը, դրա մասին հետո ասել է Նիկոլ Փաշինյանը, մի խոսքով դրա մասին բազմաթիվ հիշատակումներ եղել են, որ այդպես էլ կար։ Ավելին Արթուր Համբարձումյանը Գյումրիից իր ուղիղ եթերներում հաճախ անդրադառնում է այդ դրվագին կամ երբեմն անդրադառնում է այդ դրվագին, որ հենց այդ ամսի 19-ի այդ երկար բանակցություններից հետո մեր կողմից, Հայաստանի կողմից հարվածի է ենթարկվում Գյանջան, Կիրովաբադը, Գանձակը, մի խոսքով, բայց հիմա այդ ուղղությամբ չեմ խորանա, եթե հետաքրքիր է Համբարձումյան Արթուրին այդ հարցով դիմեք, ինքը շատ մանրամասն դրանք ներկայացնում է ժամով, օրով եւ այլն։ Հիմա նայեք, ամսի 19-ին կարելի էր պատերազմը կանգնացնել։ Հաշվարկ կար դրա տակ, որ կարելի է, բայց չկանգնացվեց։ Նիկոլ Փաշինյանի կողմից չի համաձայնվել, իբրև թե պայմանները իրեն գոհացնող չեն եղել, իբրև թե պատճառաբանությունը որն է, ես ասեմ, դուք տեսեք, արդյոք անհեթեթություն չի։ Նա այդ փակ հանդիպումների ժամանակ ասել է, իդեպ ընդեղ այդ փակ հանդիպումների ժամանակ ստորագրել են, որ պիտի թե ստորագրել են, թե խոստացել են, մի խոսքով պարտավորված են եղել այդ լուրերը չհրապարակել, չբարձրաձայնել։ 20 թվականի Wi-Fi-ով փորձեցի համ հեռախոսից ինտերնետով կապել։ Հիմա նայեք, Նիկոլ Փաշինյանը նախապես ասում է, որ վարիանտ չունենք։ Դրանից շատ ավելի շուտ Ունիկ Կարապետյանն է Նիկոլենց ասել, որ վարիանտ չունենք։ Ֆիզիկապես ես այնուամենայնիվ ավելի համառ եմ գտնվելու, քան թե ինտերնետի խափանման ուրեմն հաճախականությունը, հաճախ լինելը, ավելի համառ եմ գտնվելու։ Ահա,
Ուրեմն Օնիկ Կարապետյանն է ասելու, որ ֆիզիկապես հնարավորություն չունենք։ Եվ այն մարդիկ, որոնք ասում են, ահա, եթե ամբողջ ազգը մոբիլիզացվեր, մենք կհաղթեինք, մենք կդիմադրեինք, ես ուղղակի փորձեմ մի հաշվարկի մեջ, ձեր հաշվարկի մեջ մի բան մտցրեք, որ խոսքը գնում է ոչ միայն Արցախյան ճակատի մասին, այլ նաև կարար Ադրբեջանը բացեր Նախիջևանյան ճակատը, իսկ Թուրքիան կարար բացեր արդեն թուրքական ճակատը Ղարցից սկսած։ Այսինքն, եթե մենք շատ, այսպես ասած, ներգրավենք, արդյոք Նախիջևանյան ճակատը չէր բացվելու։ Եվ եթե Նախիջևանյան ճակատը բացվեր, դուք պատկերացրեք Սադարակից Երասխից, Երասխիկ հարձակում դեպի Երևան։ Այդ պատկերացրեք ինչ էր տեղի ունենում։ Դեպի Եղեգնաձոր հարձակում, դեպի Սիսիան հարձակում, դեպի Մեղրի հարձակում։ Այդ պատկերացնում եք։ Այսինքն, այս էլ հաշվարկի մեջ վերցրեք, որ Ադրբեջանը այսպես թե այնպես ավելի նույնիսկ Իջևանի կողմից սպասել են իհարկե, որ հնարավոր է, բայց այնքան ակտիվ գործողություններ չեն եղել, ինչպիսի գործողություններ եղել են, ասենք, Աղդամի շրջանում, հա, Աղդամի կողմից շատ ավելի ինտենսիվ, ել չասած Ջաբրայելի կողմից շատ ավելի ինտենսիվ է եղել ռազմական գործողություններ, ադրբեջանական հարձակումը, բայց այդ նույն բանը մենք չենք տեսել Նախիջևանի հետ ճակատում եւ չենք տեսել Իջևանի նոյեմբերյանի կողմերը։ Սա առանձին խոսակցություն է, ռազմական փորձագետները ինձ շատ ավելի խելացի ու մանրամասը կներկայացնեն, ես այստեղ չեմ հավակնում ինչ որ վերջին ինստանցիայի ճշմարտություն ասել, բայց համենայն դեպս այս հաշվարկների մեջ վերցրեք։ Ահա Նիկոլ Փաշինյանը ամսի 19-ին իբրև թե չի կանգնեցնում իր պատճառաբանությամբ պատերազմը, որովհետև ասում եմ, բան կլիներ։ Այնտեղ պահանջ կար, որ Շուշի պիտի փախստականներ վերադառնան։ Մի մարդ, որը համաձայն է եղել Շուշին հանձնելու, հանկարծ համաձայն չի, հետագայում ինքը համաձայնվում է ամբողջ Շուշին հանձնելու։ Նա դրան է համաձայնվում, իբր թե գրավեցին։ Համաձայն է եղել Շուշին հանձնելու, ստորագրել է դրա տակ։ Համաձայն է եղել Զանգեզուրի Միջանցքի պես մի բան ընդ ստորագրի, Զանգեզուրի Միջանցք չի, անխոչնդոտ անցում Հայաստանի տարածքով։ Այս սրա տակ ստորագրել է, բայց հանկարծ իբր թե չէր համաձայնվում, որ բանը Շուշի պիտի ադրբեջանցի փախստականներ վերադառնային։ Աբսուրդ է, չէ՞, անհեթեթ է, չէ՞։ Պատկերացնում եք։ Հիմա, բայց ի՞նչն էր իրական պատճառը։ Իդեպ ժամանակին Նիկոլ Փաշինյանի ես 2 անգամ եմ, հիմա երևի 3 անգամ եմ սրբություն հայհոյել, որից 2-ը եղել է պատերազմի հետ կապված, 3-րդը եղել է Զանգեզուրի Միջանցքի հետ կապված։ Ես Նիկոլ Փաշինյանի սրբություն եմ հայհոյել, 2-ը Արցախի հետ կապված, 1-ը Զանգեզուրի Միջանցքի հետ կապված։ Դրանից բացի ես նրան սրբություն չեմ հայհոյել։ Եվ սրբություն հայհոյելու դրվագներից մեկը հետևյալն է, որ նա այստեղ ստում էր, ինչու, որովհետև ամսի 19-ին չհամաձայնվելով ռուսական միջնորդությամբ պատերազմը կանգնացնելու, ինչը անում, կհիշեք, արտգործնախարարին գործուղում է Ամերիկա։ Ամսի 25-ին, եթե չեմ սխալվում, հոկտեմբերի, լինում է Ամերիկայում արտգործնախարարը։ Այնտեղ իհարկե Թրամփի գլուխը խառն է, չեմ հիշում են ով էր այդ հարցերով զբաղվում։ Հայերին ասում են ապրեք, լավն եք, դիմացեք։ Ոչինչ։ Ու քոռուփոշման հետ են գալ։ Այսինքն ակնհայտ է, որ ռուսական միջնորդ հիմա դուք ինչքան էլ ուզում եք հակառուս եղեք, ռուսամետ եղեք, ինչ ուզում եք եղեք ժողովուրդ։ Մի օր ճիշտը բզի պես այսպես բիբերը տա մտնելու, ճիշտը, ցավոտ է մտնելու, ու այդ օրը ձեզ էշի տեղ եք դնելու, ասեք իբր թե չեք ջոկում, կամ գտնելու եք ու մեղադրեք, որ դուք վախտին քյալ եք եղել, ոնց որ հեղափոխության համար եք մեղադրում, ոնց որ դուք եք այդ հեղափոխությանը ծավ տալի, չէ, մենք ենք, լավ տենց ասեմ, թեև ես առաջի օրն ասել եմ, որ էսի սարկած է, որ էսի տալիս է, անհնար է Սերժի ձեռից խլել իշխանությունը, անհնար էր էդի չկանխել։ Մենակ Վովա Գասպարյանի թողեին, Վովա Գասպարյանն ես կկանխեր էլ դուսուս հեղափոխություն կոչվածը։ Հա, թեև ես մտածում եի, որ հոգուտ Հայաստանի են դա անում, Սերժ Սարգսյանը, սենց բան, այդ է սխալվել եմ։
Ես մտածում եմ, որ հոգուտ ժողովրդավարության են անում։ Ես չէի մտածում, որ Ղարաբաղը տալու իսկ ավելի ճիշտ գրաված կամ ազատագրած շրջանները հանձնելու հերթն է եկե։ Մի խոսքով էլ մի ուրիշ խոսակցություն։ Ահա երբ որ ժամանակին ճիշտը չենք ջոգում, հետո ցավը զգում ենք, կամ մեզ էշի տեղ ենք դնում, թե յանի չենք հասկանում, կամ մեկին ուրիշին ենք մեղադրում։ Ով ձեռքերից տակ ընկավ ավելի մոտիկ։ Նու այս դրությամբ ամենամոտիկը ռուսներն են։ Հետագայում ռուսներին շատ բանում կարելի է մեղադրել, բայց այդ հոկտեմբերի 19-ի միջնորդությունից հրաժարվելը, ամերիկացիների մոտ գնալը եւ ընդդեղից դատարկաձեռն հեռանալը, նոյեմբերի 9-ին պարտություն ստորագրելը մեզանից խլել է 20 օր եւ երևի թե մեր զոհերի կեսը։ 20 օր, հələ հողային կորուստները չեմ ասում։ Ահա թե ինչա մեզանից խլել։ Նիկոլ Փաշինյանը հաշվարկով է սա արել, մտածված արել, սա պահի ազդեցություն չի, սա հոգեկան խանգարմունք չի, թեև դա էլ կա, բայց ինքը ինչքան էլ անադեկվատ վիճակում լինի, իր կուրատորները իրան թելադրել են ինչ որ պետքն է, կուրատորներին, կոնսուլտանտներին ինչ որ պետք է, նա էլ թելադրել են, սա էլ արել է։ Հետո արհավիրքից հետո արդեն մտածում է կռուտիտները ոնց անի։ Ხო չի կանգնելու ասի Մակրոնը, չգիտեմ, Բայդենը, մյուսը, Պուտինը, ხო նրանց չի կարա ասի։ Չի կարա ասի։ Էս ինչ եմ ուզում սրանով ցույց տալ։ Հաշվարկ կա սրա տակը ժողովուրդ։ Այսօր էլ Թուրքիայի հետ այսպես զինաթափված, այսպես հանձնված, այսպես ինքնությունից ու խորհրդանշերից հրաժարվելով, այսինքն ազգը, երգիրը ցեղասպանական գործողությունների տանելով, սա էլ սպիտակ ցեղասպանություն է։ Այսպես գնալ սրա տակ հաշվարկ կա։ Դա ուղղակի հարաբերությունների կարգավորում շուտով ոչ էլ պատերազմի սպառնալիք է։ Դա նույնիսկ պատերազմի սպառնալիք չէ, պատերազմի սպառնալիքն էլ է սուտ, հորինած, մեկնաբանությունը ընդամենը, մտածել է ոնց բացատրի այս ժողովրդին, թե ինչ գալաթ է անում, կամ ինչ լավ բան է անում, որոշել է տես բացատրի, պերաշկու ուտողների, պերաշկու վրա, պերաշկու մակարդակի մարդկանց դա հասանելի է, պատերազմ կլինի։ Պլակատ են, չէ գրե, առանց Նիկոլ չկա Հայաստան։ Քեփան տես պլակատը դրե այսօր Facebook-ում դա էլ էր ֆռում։ Առանց Նիկոլ չկա Հայաստան, դուք հələ լսեք է։ Առանց Նիկոլ չկա Հայաստան։ Ա գեդին է մտնենք հայ ազգը, եթե Նիկոլն է Հայաստանի գոյության երաշխավորը։ Հայությունը գեդին է մտնի, եթե Նիկոլն է վերջի հույսը։ Ես ուրիշ բան չեմ կարող ասել։ Առաջինն էլ ես գեդին եմ մտնել, որ Նիկոլն է մեր վերջի հույսը։ Հաշվարկն ինչու՞մ է։ Երկար բարակ չասեմ, Ռուսաստանից տեղից լարում են։ Քայլ առ քայլ, պուճուր, բայց ընդհանուր առմամբ աշխարհի տենդենսը դա է։ Արևմուտքի տենդենսը դա է։ Ռուսաստանից տեղից հանում են, դրա հետ միասին Ռուսաստանին օգուտ տվող բոլոր այստեղ հնարավոր դիմադրության թուրքերի դեմ դիմադրության։ Ռուսաստան հենց այնպես չեն հանում։ Ռուսաստանին հանում են, որ դեպի Միջին Ասիա ճանապարհը բացվի։ Ռուսաստանին հենց այնպես չեն հանում։ Ռուսաստանին հանում են, որ բացվի դեպի Միջին Ասիա ճանապարհը։ Դեպի Միջին Ասիա ճանապարհ, որպեսի կառուցեն, գցեն, էներգակիրներ, օգտակար հանածոներ տեղափոխեն, պիտի հայերը որևիցե պահանջ չունենան ոչ Թուրքիայի նկատմամբ, ոչ Ադրբեջանի նկատմամբ։ Պիտի պահանջ չունենան։ Պիտի հաշտ լինեն։ Թուրքիան եւ այս դեպքում Թուրքիան դառնում է կարծես Հայաստանի անվտանգության երաշխավորը։ Ումից։ Ռուսաստանից, Իրանից, որովհետեւ թարցին ես գնալու թե Իրանի հետ որոշ առումով, թե Ռուսաստանի հետ էականորեն։ Ոնց որ Թուրքիան Ադրբեջանի գարանտն է։ Ընես պետք է դառնա Հայաստանի գարանտը։ Եթե չեմ սխալվում, Ալեքսանդրապոլի պայմանագրում այդ տեսակ մտքեր կան, որ Հայաստանին բանակ պետք չի, Հայաստանին տիրություն կանի պատերազմից Թուրքիան։ Ում դեմ պետք է Հայաստանը պատերազմի։
Վրացիների դեմ Թուրքիան կանգնած է, նատոյական Թուրքիան։ Հաշվարկը էսա, Թուրքիայի հետ դառնալ դաշնակից, բայց մոռանալով ազգային ինքնության որոշ խորհրդանիշեր, որոշ խնդիրներ, որոշ հարցեր ուղղակի մոռանալ։ Գնում ենք բարեկամության, մի քիչ թուրքերը այնտեղ իրանց ազգայնականները կխոսեն, մի քիչ մեր մոտ ազգայնականները այսպես մարգինալացված, անկյունում սեղմված կխոսեն, կասնիկը գնա։ Հիմնականում գնում են, տանում են երկիրը Թուրքիայի հետ դաշնակցային հարաբերությունների։ Հələ լսեք, ես դրա դեմ չեմ խոսում հիմա, ուշադիր։ Ես հիմա դրա դեմ չեմ խոսում, ուրիշ բան եմ ասում, ուշադիր։ Եթե նույնիսկ դու Ռուսաստանին հանում ես տեղից, եթե նույնիսկ արևմուտքի նավոտկով, որտեղ արևմուտքը պիտի Միջին Ասիայից էներգակիրները տանի վառի, ամենաշատը դա արևմուտքին է պետք, Թուրքիան պետք է տեղափոխի եւ գարանտ կանգնի, անվտանգային երաշխիքներ տա։ Ադրբեջանին այդքան զինում են, որ համ իր էներգակիրները տանեն, համ էլ Ադրբեջանը որպես տրանսպորտի կողմ գարանտ կանգնի այդ գծերի անվտանգությանը։ Եթե ես իմանամ, որ Թուրքիան իրոք ուզում է Հայաստանի հետ համագործակցի, հələ կարանք գցենք բռնենք ժողովուրդ, քննարկենք այդ տարբերակը, բայց նրանք Հայաստանից միջանցքը պոկեցին, որ Հայաստանը թղթով իր ձեռով հրաժարվի այդ կոմունիկացիաներից, անխոչնդոտ դա պիտի լինի թուրքերի համար։ Սա ինչ է նշանակում։ Սա նշանակում է Հայաստանի հետ չեն ուզում համագործակցել։ Հայաստանին ասում են մենք քեզ կօգտագործենք, ոնց ճիշտ ենք գտնում, ու դու պիտի ստորագրես, որ դիմադրելու իրավունք չունես, դու պիտի ստորագրես, պայմանագիր կապես, որ դու համաձայն ես այս կետին։ Սա մի անհեթեթություն է, սենց դաշնակցություն չի լինում, սենց գործընկերություն չի լինում, սենց խաղաղություն չի լինում, նույնիսկ եթե սա խաղաղություն գործընկերություն է, բա հետա Թուրքիան մեզանից կախվածություն կունենա կոմունիկացիոն հարցում, մենք իրանից կոմունիկացիոն հարցում, չէ՞, Ադրբեջանը մեզնից օրինակ, Ղարաբաղը վերցրել է, չէ՞ խո։ Կոմունիկացիաների հարցում կարար փոխադարձ կախվածություն լիներ։ Հա, Մոնտեսկյոյից սկսած ասում են, որ առևտուրը ավելի լավ է, քան պատերազմելը։ Առևտուրը ամրապնդում է խաղաղությունը։ Ինչի՞, որովհետև առևտուր անող կողմերը իրարից փոխադարձ կախվածության մեջ են, հետևաբար երկուսին էլ ձեռ չի տալի իրար դեմ պատերազմել։ Սենց գաղափար կա, բայց արի տես, որ նրանք չեն ուզում Հայաստանից որևիցե կախվածություն ունենան, ասում են քո տարածքով անցնող ճանապարհը պիտի մեր համար լինի անխոչնդոտ, ստորագրի, չեն ուզում կախվածություն ունենան ոչ մի ձևի, ստորագրի նոր մենք ճամփա կբացենք, երբ ուզենանք կփակենք, սահման կբացենք, երբ ուզենանք կփակենք, բայց դու նախ ստորագրի ու ստորագրի, որ հենց մեղրիով պետք է դա գնա, որտեղ մեզ տենց է պետք։ Հասկանում եք։ Այս ամեն ինչի մեջ նրանք հաշվարկ ունեն, Նիկոլ Փաշինյանն էլ հաշվարկ ունի։ Բայց Նիկոլ Փաշինյանի հաշվարկների մեջ մի հատ ֆակտոր կա, որ այս ամբողջ գործընթացը հայության, Հայաստանի ժողովրդի եւ քաղաքացիների համար այլ արդյունքի է տանում։ Այդ Նիկոլի չդատվելու գործոնն է։ Նիկոլը ամեն ինչ հաշվարկել է անենց նրանց հետ համաձայնության թե արևմուտքի, թե Ադրբեջանի, թե Թուրքիայի հետ։ Համաձայնությունը կառուցելուց մտածում է ոնց այդ ամեն ինչը դասավորի, որ իր կաշին պրծսնի վերջում, որովհետև ասում եմ ժողովուրդ 20 թվականից սկզբում մտածում էի, որ կովիդն է մեծ բազար լինելու գլխներին, հա, բայց կովիդը ասենք ոչ մի բան է, էլի, այս իրանց թույլ տվածի պատերազմի ժամանակ։ Նիկոլը չի կարողանալու բացատրել, թե 19 թվին 20 թվականի հոկտեմբերի 19-ին պատերազմը չի կանգնացրել։ Երբ որ դրա առաջարկը եղել է։ Չի կարա բացատրի։ Խիա գնաց է Ամերիկա։ Խիա մերժե ռուսական միջնորդությունը, վերջում նորից ընդունե ռուսական միջնորդությունը։ Խիա այդ միջնորդության մեջ, այդ պայմանագրի մեջ անխոչնդոտ անցման դրույթ դրե, եթե խոսքը Արցախին էր վերաբերում, Հայաստանի տարածքների վրա խիա բան ստորագրե։ Այդպես բան մենակ պարլամենտը կարող աներ, ինքը ոչ մի իրավունք չուներ նման բան անելու։ Այս ամեն ինչը մեր միամիտ ժողովուրդը
չի հասկանում, չի խորանում, ասում անգեր ասֆալտը սարքած, մանկապարտեզը ռեմոնտ են անում, մայթերը նորմալ է։ Վերջ, այն դեպքում, երբ որ մանկապարտեզը, ասֆալտը, ճանապարհը, դա գյուղապետերի, քաղաքապետերի, պատալոգ մարզպետների մակարդակի խնդիր է։ Երկրի ղեկավարի գործադիր, ամբողջ հանրապետության գործադիր իշխանության ղեկավարի խնդիրը այս հարցերն են, որ նա չի լուծել։ Այսօր եկե մարզպետի ֆունկցիա իրականացնում Հայաստանի Հանրապետությունում։ Ու ժողովուրդը միամի գյուղացի, քաղաքացի, միամի ծափ են տալի։ Ես մի հատ հարց տամ ձեզ։ Այս հարցը շատ եմ տալի։ Հայաստանում կան արդյոք պետական մայթեր։ Ուշադիր, հարցս մի քիչ sense պատվոխով է, էլի։ Հայաստանում կան արդյոք պետական մայթեր։ Հարց։ Կա պետական մայթ։ Շատ մարդիկ կզարմանան, որ այդ հարցը տալիս եմ, որովհետև բոլորին թվում է, թե կան լիքը պետական մայթեր։ Հայաստանում չկան պետական մայթեր։ Բոլոր մայթերը տեղական ինքնակառավարման մարմիններին են։ Սրանք էլ են պետության մարմիններ, բայց սրանք օրինակ սահմանադրության մեջ առանձնացվում են պետական մարմիններ հասկացությունից։ Պետականը հանրապետական մասշտաբի հարցերի լուծման համար է, տեղական ինքնակառավարումը տեղական։ Բնակավայրերում միայն կան մայթեր, իսկ բնակավայրերում փողոցներն ու մայթերը ոչ թե հանրապետական սեփականություն են, համայնքային սեփականություն են։ Հասկանում եք, որտեղ է բանը։ Դրա համար քաղաքապետերը, գյուղապետերը ասում են պատալոգ մարզպետներն են պատասխանատու։ Նույնը վերվում է դպրոցներին եւ մանկապարտեզներին։ Դրանք պետական չեն, դրանք համայնքային են։ Նույնիսկ պոլիկլինիկաներն էին համայնքային, հանին դրեցին, դարձրին պետական, այսինքն կառավարության ենթակայության տակ։ Այս բաներ մեր ժողովուրդը շատ չի խորանում։ Եվ վարչապետը ոչ մի կապ չունի դրանց հետ, որ մտնում է ցնցուղը նայում է, այս ցնցուղը նորմալ է աշխատում, թե չի։ Դա ամենաբարձր պաշտոնյան, որ կարաս տուգի ցնցուղը նորմալ է, զուգարանում ջուրը աշխատում է, թե չէ, ամենաբարձր պաշտոնյան մարզպետն է։ Մարզպետի տենյան երկրում պաշտոնյա չկա, որ գնա այդից տուգի։ Մնացած պաշտոնյաները շատ ավելի մեծ ու լուրջ գործերով պիտի զբաղվեն։ Շատ ավելի մասշտաբային հարցեր պիտի լուծեն։ Բայց այդ բոլոր մասշտաբային հարցերը պրավալ են տվել, եկել են, աչոք են հավաքում մարզպետի, քաղաքապետի, երբեմն նույնիսկ գյուղապետի մակարդակի հարցերի լուծման մեջ։ Ու մենք պետք է շնորհակալ լինենք, որ մեր հարկերը չեն, ուրեմն մեր հարկերը բան են անում, տանում փողոց են սարքում, բարձրացնելուց հետո, բարձրացնելով հանդերձ, մենք պետք է շնորհակալ լինենք։ Այսինքն ցանկացած կին իր ամուսնուց պիտի շնորհակալ լինի, որ ամուսինը ամեն օր իրան չի քոթակում, ցանկացած տղամարդ պիտի շնորհակալ լինի իր կնոջից, որ կինը իր վրա չի ֆռում, ասենք, մանեկող չի։ Դա շնորհակալ լինելու բան է։ Վայ կյանքս բարև, այսօր էլ ես քեզից շատ շնորհակալ եմ, որ դու մանեկող չես։ Այսօր էլ լևի չես գնացել։ Սրա վրա կարելի է շնորհակալ լինել։ Նորմալ է, տենց է պետք է լինի, բայց հələ տենց չլներ։ Հասկանում եք։ Այ մեր ժողովուրդը շնորհակալ է լինում իշխող կուսակցությունից բաների համար, որոնք տենց է պետք է լիներ։ Իսկ այն բաները, որոնք նրանք էլի պիտի արած լինեին, դրանք սենսներ չեն արել, ու դրանք բոլորը հանրապետական մասշտաբի խնդիրներ են։ Օրինակ մաքսատների գործունեությունը, բիզնեսմենները հաճախ դրանից բողոքվում են։ Ասма գիտես, այսօրվա մեր այսօր բոլորին դեմ եմ շարժման շրջանակներում իրազեկման ակցիա էինք անում Արտաշատում, Արարատում եւ Մասիս քաղաքում։ Արտաշատում մի Նիկոլից շատ գոհ, ընտիր գոհ մեկը ասեց մենակ մի բանից եմ դժգոհ, մաքսային ծառայությունը ասում է շատ վատ է աշխատում։ Այն մնացածը էլի փողոց, ասֆալտ sense բաներ էր ասում։ Ասում ընկեր, մի հատ բան կա, որ վարչապետին է վերաբերվում այդ քո թվարկածների մեջ, այդ մաքսային ծառայությունն է։ Դրամ լի տերելներ։ Այդ միակ բանը, որ իր մասշտաբի խնդիր է, նա չի լուծել։ Ու դու գոհ ես նրանից հարցերում, որոնք պետք է մարզպետից գոհ լինես, գյուղապետից, քաղաքապետից։ Всё։ Հաշվարկը հետևյալն է, որ ինքը այնտեղ մեծ դատվելու լրջագույն, ցմահ դատվելու բաներ ունի։
խախտումներ ունի։ Հիմա մտածում է Թուրքիայի հետ հարաբերությունները, Արևմուտքի հետ հարաբերությունները, Ադրբեջանի հետ հարաբերությունները ոնց կարգավորի, որ իտոգում ինքը չդադվի։ Ինքը շատ ավելի պահանջատեր կարա լինի, թե Թուրքիայի նկատմամբ, թե Ադրբեջանի նկատմամբ, հանգիստ դա կարելի է, հանգիստ, քնած, աշխարհում կան բազմաթիվ ուժեր, Չինաստանից սկսած մինչև Միացյալ Նահանգներ, որոնք կարան մեզ հակակշիռ հանդիսանան այս տարածաշրջանում, մեր շահերը ինչպես հարկն է առաջ տանելու համար, բայց այս հաշվարկի մեջ երբ ճխտում ես Նիկոլի չդատվելու պարտադիր պայմանը, դու արդեն թուրքերի ու ադրբեջանցիների հետ ուրիշ ձև պետք է խոսաս, ուրիշ ձև պետք է գնաս, ժողովրդիդ հետ այլ կերպ պետք է վարվես, ժողովրդիդ այլ հասկացություններ պետք է համոզես, թուրքերն ու ադրբեջանցիները այդ միջանցքի համար հոգի կտան, Հայաստանի ցանկացած իշխանություն, որ այնտեղ խոստանար միջանցքա տալու, Ղարաբաղի հարցը գիտեք երբ էր լուծվել։ 94 թվին լուծվել էր արդեն։ Հենց 94 թվին, 95-ին, 96-ին, 97-ին, ուտեց անվերջ, մինչև 20 թվական լուծվել էր։ Ամեն տարի մի 5 անգամ լուծվել էր, եթե միջանցք խոստաներ։ Այդքան դա դրանց պետք է։ Բանկեր, դու ոնց չես կարող քո գինը, քո արժեքը ճիշտ իմանաս ու ոնց հարկնա կոպիտ ասած այդ ներկայացնես։ Մի օրինակ բերեմ։ Պատկերացրեք, էլի կարակ չհամաձայնվեք, բայց ռուսական զորքը կանգնած է Թուրքիայի հետ սահմանին, Հայաստանի սահմանին, Հայաստան-Թուրքիա սահմանին։ Հիմա նայեք։ Հայաստանը կարա մի ստորագրությամբ ասի դուրս եկեք։ Հայաստանի իշխանությունները, ժողովուրդը կարա ռուսական զորքին ասի դուրս եկեք, այ մարդ։ Գյումրիից էլ դուրս եկեք, սահմանից էլ դուրս եկեք, դուրս եկեք, գնացեք ձեր կռասնադարները, դուրս եկեք, Վրաստանից ոնց դուրս եկան, այդպես կարան Հայաստանից դուրս գան, բայց սա ինչ է նշանակում, սա նշանակում է, հա մեզ ու հետի ոնց են ծախելու, ահա մեր անկախության համար, մենք այլևս անկախ ենք, այդ զորքերը գնացին, այդ կեղտոտները գնացին, կհիշեմ Պերմյակով բան մի քանի հատ էլ, գնացին, Գյումրիից գնացին, մենք այլևս անկախ ենք, հա, էսի մեր վրա սենց կծախեն, բայց հիմա եկեք սրա էկոնոմիկան ցույց տամ, ուրեմն, որպեսզի Թուրքիան կամ ՆԱՏՕ-ն, ռուսական զորքերը, որ իրանց սահմանին, ՆԱՏՕ-ի սահմանին կանգնած են, որպեսզի հանի շպրտի դեպի Կրասնոդար, այդ ինչքան է անում, քանի կիլոմետր է անում, հələ հաշվեք, պետք է միլիարդավոր, 100 միլիարդավոր դոլարներ փող ծախսի, 100 միլիարդ, պատերազմով նույնիսկ կարա չկարանա այդյանի, պատերազմով էլ չի կարա, այսինքն ՆԱՏՕ-ի համար մեծ գլխացավանք է, որ իր սահմանին ռուսական զորքեր են կանգնած, ու եթե ինքը ինչ-որ հնարքով կարողանա դրանց հետ շպրտի, դա մի քանի 100 միլիարդ դոլարի գործ է, հələ պատկերացրեք առանց պատերազմի, այդ մի քանի 100 միլիարդ դոլարի է պատերազմով, առանց պատերազմի вообще այ ընկեր, մենակ փողը տալիս ես պրծնում ես, ոչ զոհ, ոչ բան, ոչ թշնամանք, ոչ բան, ում ձեռով Հայաստանի, ուրեմն մի քանի 100 միլիարդ դոլարի օպերացիան մենք հանուն մեր անկախության ձրի, նրանց այդքան օգուտ ենք տալի, այսինքն այդ նույն բանը դու կարաս անես, բայց բանակցես, ասես Թուրքիա ջան, դիմացի ինչ ես տալի ինգեր, ՆԱՏՕ ջան, մեզ ինչ եք տալի դրա դիմաց, կամ հակառակը, Ռուսաստանին ասես, այ որ թողում եմ, չեմ հանում ստեղից, դրա դիմաց ինչ ես տալի, հենց դրա գինը խոսանք, այդ զորքը որ ընդ է կանգնած է, էդի թե Ռուսաստանի համար է, մանանայա երկինքից իջած, թե եթե այդ զորքը ընդեղից հանես, դա ՆԱՏՕ-ի համար կլինի, մանանա երկինքից իջած, հիմա ասել, որ սա մենք անում ենք, մեր անկախության, ինքնիշխանության, ներսից փդած երկիր է, ներսից չկայացած ինստիտուտներ են, Նիկոլի պես վարչապետը երազանք է դառել ազգի մի քանի 100,000 ընտրողի համար, հա, էսա չէ, այս երկիրը չի, ինչ անկախության մասին եք խոսում, այ ընկեր, Ադրբեջանը սենց հանում, 100 հատ ներողություն են խնդրում, մի հատ չնչին բանի համար, ազգային ժողովի նախագահով Նիկոլով վրաս քննադատում են, որ բանա, դրոշ են այրե, վրաս ցույց են տալի, որ տեսեք իրական Հայաստան բան, վրաս արագած են դնում կպցնում,
Մասիս հանգար չլինի։ Այս անկախ վարքագիծը միգուցե Ռուսաստանից էականորեն անկախ, բայց Ադրբեջանից ու Թուրքիայից հազարապատիկ ավելի կախված։ Բայց գետինը մտնեք ձեր անկախություն կոչված, այդ անկախությունը Ռուսի կրակից դուրս գալ ընկնել ադրբեջանցու ու թուրքի կախվածության տակ 10-պատիկ, 100-պատիկ ավելի շատ։ Դա է անկախությունը։ Գետինը մտնի տենց անկախությունը։ Հիմա սրանով քեզ ծախելու են, բայց դու կարաս այդ մի քանի 100 միլիարդ դոլարի կրկնում են օպերացիան դիվանագիտորեն բանակցելով Թրամփը ոնց է բազարանում։ Թրամփը ոնց անում, այսա ուժի դիրքստե չկա, թե ուժի հարց չկա։ Էն էլ այդի ուզում են էլ նա ուզում է որ հանես, նա ուզում է որ թողես։ Այս բազարը դու արել ես քո երկրին միլիարդավոր բոնուսներ չի եկե, ուրեմն չես արել այս բազարը։ Խի չես արել, որովհետև քո վրա ինչ են ծախում քո երկրի վրա։ Ասում են Նիկոլ ջան, գարանտ են կանգնում, որ քեզ չեն դատի։ Դու էլի կլնես իշխանություն։ Քեզ չենք դատի։ Եվրամիությունը կբերի ստեղ ինչ որ հիբրիդային պատերազմի դեմ բան, օֆիս կդնի, միլիոնավոր դոլարներ կտան, այն մնացած հկներ բան, հա, լրատվականներ բան, նրանց էլ ինչ պետքնա կտան, նրանք էլ ինչ պետքնա, ում պետքա հյուր կկանչեն, ինչ պետքա կթմկահարեն, Նիկոլի պես անսլուխ։ Այն մեր ժողովուրդն էլ ճաշակից հետ երաժշտությունից չհաշկացող, այդ թվում քաղաքական երաժշտությունից։ Կլսի, կասի հա էլի։ Ժողովուրդը իմաստուն է։ Ինչով է իմաստուն։ Իմաստուն ժողովուրդը 100 տարվա մեջ 2 անգամ ցեղասպանության է ենթարկվում։ Եկեք թարս նստենք շիտախոսանք, ենթադրենք մեր ժողովուրդը աշխարհի ամենաիմաստուն ժողովուրդն է։ Լավ ամենան իմաստուն է, հա, ինքը իր չափ իմաստուն է։ Սրա իմաստության չափը ինձ ցույց տվեք, որ 100 տարում 2 անգամ ցեղասպանվում է։ Այտենց ժողովուրդը իմաստուն կարելի ասել։ Հա։ Ես չի ասի։ Ես հեչ իմաստունությունը դե չեմ տենում։ Իմաստուն ժողովուրդը տենց չի լինում։ Պատալոգ մի անգամ ցեղասպանությունից հետո մի հատ այնց երգիրասարքում, որ սաղ աշխարհին բանա, շշմա, դրդրծնում է։ Այ դա իմաստուն ժողովուրդ է, գիտեք ում մասին եմ ասում։ Նախանձով նայում ենք իրանց։ Այդ է իմաստուն ժողովուրդը։ 100 տարվա մեջ 2 անգամ ցեղասպանություն ապրեց, հետո էլ վերջում ասես անկախություն ձեռք բերեցին։ Ոյ քեզի։ Եթե էլի թեկուզ Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ համագործակցության կտրվածքով եվրոպական էներգակիրները Միջին Ասիայից, Եվրոպայի համար Միջին Ասիայից էներգակիրներ հանելու կտրվածքով, եթե նույնիսկ այս կտրվածքով, բայց առանց Նիկոլի քամակը փրկելու, այս կտրվածքով մենք խոսանք բանակցենք, մեր երկիրը բազմապատիկ ավելի լավ ռեզուլտատի կկանգնենք։ Ոնց որ եթե պատերազմը առանց Նիկոլի քամակը փրկելու դադարեցնեինք, մենք բազմապատիկ ավելի լավ արդյունքի վրա կկանգնեինք, քան թե մենք Նիկոլի քամակը փրկելու խաթր եւս 20 օր պատերազմը շարունակելու վրա գնացինք։ Քննեմ ցայտուն տիպիկ օրինակ, պատմական փաստ այլևս։ Իսկ եթե ի սկզբանե հաշվեր բանակի ռեսուրսները եւ զինվորականների հաշվետվությունները ի սկզբանե ընդուներ։ Ես որոշակի ինֆորմացիա եմ լսել, տեղեկացել, որոնք ես իրավունք չունեմ հիմա հայտնելու, ինչ ճիշտ հասկացեք։ Պետական գաղտնիք հանդիսացող ինֆորմացիա մարդիկ պատմել են, որոնք ես իրավունք չունեմ բարձրաձայնելու, բայց ես ամենայն պատասխանատվությամբ ասում եմ, պատերազմի անհնարինությունը թեկուզ 20 օր, 25 օր զեկուցվել է քաղաքական իշխանություններին եւ զեկուցվել է պրոֆեսիոնալների կողմից, պատասխանատու անձանց կողմից։ Հետագայում Նիկոլ Փաշինյանը ամեն ինչ բարդում է բանակի վրա, որպեսզի թաց ջրից չոր դուրս գա։ Ջրից չոր դուրս գալու համար է նա դա անում, իրան զգուշացրել են։
ավելին մենք հələ Նախիջևանի կողմից հարձակման չենք ենթարկվել։ Եթե Նախիջևանի կողմից երկրորդ ճակատ բացվեր, այն ժամանակ այդ 20-25 օր չէ, 10 օր հազիվ ձգեինք։ Այդ ամեն ինչի մասին ինքը զգուշացված է եղել։ Իշխանությունները քաղաքական իշխան զգուշացված են եղել։ Եվ այնուամենայնիվ անսալով, արհամարելով, անտեսելով այս զգուշացումները գնացել են այդ մեծ ավանտյուրային։ Ու հիմա մեկ այլ ավանտյուրայի են գնում։ Ու խոսքը ամենևին կրկնում եմ Ռուսաստանից հեռանալու մասին չի եւ Թուրքիային մերձենալու կամ նույնիսկ Թուրքիայի հետ դաշնակից լինելու մասին չի։ Խոսքը նրա մասին է, որ Թուրքիա եւ Ադրբեջանին հանդեպ մենք այսօր անում ենք զիջումներ միայն նրա համար, որ Նիկոլ Փաշինյանը ջրից չոր դուրս գա, որ այս իր ապիկար իշխանավարման տակից ինքը կարողանա մի ձև ազատվի։ Ինքը պայմանները Թուրքիայի կատարում է ոչ թե Թուրքիայի ոչ միայն եւ ոչ այնքան Թուրքիային բարեհաճ գտնվելու համար, որքան ինքը ուզում է ստեղծի մի ժողովուրդ, որը հետո պահանջ չի ներկայացնելու իրան ասի, ուր է էսի, ուր է Արցախը, ուր է անձեռնխելիությունը սահմանների, ուր է են, որ այս հարցերը չտա։ Ինքը ստեղծում է հիմա սինթեզում է մարդկանց գլուխների վրա աշխատելով մի ժողովուրդ, որը վաղը իրան ոչնչում չի մեղադրելու, ոչնչում։ Ինքը ստեղծում է մի ժողովուրդ, որ վաղը դատարաններում իրան հարցեր չի տալու։ Ու սա ուղիղ համընկնում է Թուրքիայի եւ Ադրբեջանի ամենափախած ցանկությունների հետ։ 100%-ով սենց է։ Պարտության, պատասխանատվությունից, դատվելուց, փախնելու, պարտությունը այդ ձևի կործանարար տանելու, այդքան ձգձգելու եւ ողնաշարը թե բանակի, թե ժողովրդի ողնաշարը կոտրելու այդ գինը պատասխանատվություն որպես չտալու համար նա գնում է ժողովրդի ինքնության ոչնչացմանը, սպիտակ գենոցիդ է անում, կարակ ընդունեք որպես չափազանցություն, իմ գնահատականն է, դուք համարեք չափազանցություն, սպիտակ գենոցիդ է անում, ինքնություն է փոխում, որ այլ ինքնությունով ժողովուրդը 5-10 տարի հետո իրան ոչ մի մեղադրանք չառաջարկի։ Հակառակ ասի շեֆ ջան, լավ է արել, ոնց որ մեկը կա բանը, զղթգվել փարթիի մասնակիցներից, փարթի ինչ էլ բառ են դրել, հայկական քեֆ բառ կա, հուսամ հայերեն է, էլի քեֆը։ Քեֆ բառը թող է փարթի, այ փարթիկ լինեք, հա ձեր փարթիներով։ Մի խոսքով այդ զղթգվեն փարթին, մեկը կա Նիկոլական, ղժղժան ձենով խոսում է բան։ Ասում է Հայաստանը քանդում էին, բան էին, Ղարաբաղ էին սարքում։ Հասկանում ես ոնց։ Էլի ընդգծում է, էլի, դու պետք է ատես Արցախը, դու պետք է զզվես Ղարաբաղից։ Ինչի, որ վաղը չասես ընկեր է, ուր է։ Հետո գալու է Միջանցքի հարցը։ Դու պիտի զզվես այդ ինքնուրույնությունի, դա ռուսական էր, դա սովետական էր, դա KGB-ինն էր։ Մի քանի ծալը պակաս տենց հնուց բիթի, բայց այս ժամանակի ընթացքում արդեն, գիտես ինչ, մարդը պետք է զարգանա, պետք է կատարելագործվի, որ վերջի 20 տարին ինքը ճիշտ է, դա արդեն պրոբլեմա է, էլի։ Վերջի 20 տարին որ ճիշտ ալնում մարդ, դա պրոբլեմա արդեն։ Մի երկու բանում պետք է վերանայի էլ իր ճիշտը։ Կարա էլի 90%-ը չի, 10%-ը պետք է վերանայի։ Բայց 100-ից 100 որ նույն բանն է 20 տարվա, 15 տարվա ընթացքում, դա արդեն պրոբլեմ ունի, էլի։ Արդեն չորացել է ուղեղը, էլ չի կատարելագործվում։ Հա։ Այսպես մարդկանցով բերելու են հասցնեն նրան, որ ասենք Նիկոլ ջան, քո դեմ ինչ ունենք, այ ախպեր, ինչ հիմար բաներ էինք անում։ Ինչ էինք անում, 60-70 հազարանոց զինված ուժեր, արա ինչտեղից է պետք 14,000, այ սենց երիկա։ Իրանց հայտարարած թվերից եմ ասում։ 14,000, այ սենց երիկա է ախպեր։ Բա։
Հարմար ընդդիմություն կընտրեն միշտ, ռուսական կլինի, անկախության պայքարը կտանեն, մինչև Թուրքիայի հետ հարցերը լուծեն։ Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ։ Գնում են դառնան դաշնակից, որտեղ լինելու են Թուրքիայի տասովշիկը, ճուտը։ Տասովշիկն են լինելու Թուրքիայի, տասովշիկը։ Ազգը դառնալու է Թուրքիայի տասովշիկը, Հայաստանը լինելու է Թուրքիայի տասովշիկը։ Թուրքիան ոնց քվեարկեց, այդտենց Հայաստանն է քվեարկելու միջազգային հարթակներում։ Հիմա էլ է տենց։ Թուրքիան մի բան դատապարտում է, Հայաստանը հետևից դատապարտում է։ Թուրքիան ողջունում է, Հայաստանն էլ է ողջունում։ Ահ, առաջ Ռուսաստանին էին, բայց Ռուսաստանի հետ հələ խոսալը լինում էր Պապանյացիան։ Ստեղ էդ էլ չգիտենք։ Ու ամենա բանը, գիտես որն է, զավեշտալի ասեմ, զարհուրելի ասեմ, որ ժողովուրդը ջոգում է, այն իմաստուն ժողովուրդ է, այն մթամ իմաստուն, ջոգում է ինչա կատարվում, ու համաձայնվում է դրան, ու գնում է դրան։ Այն գիտես ոնց է, որ տղեկը հատկապես կիմանան, գոնե իմ սերունդը գիտե, որ մի քիչ տոնը բարձր է հետդ խոսում, հետո կամաց սկսում է գորգռալ, դե եթե ձեն չես անում ուտում ես, հետո արա, հետո այ տղա, հետո ես ուտում, հետո սկսում այդ գրեհիկ բառ ասել, ասենք, հետո քվուր անում, հետո կարա արդեն նույնիսկ սրբություն քրվի։ Ու սենց։ Ինչքան կերար, այնքան մտնում է։ Կեսից ուզում ես արդեն կանխես, բայց ուշ է, կերել ես։ Լոմկեն է մտել է։ Հիմա այս ժողովուրդն է։ Ջոգում է, էսի եթում է նրան, որ իրան մեր են քրֆելու վերջում։ Վերջում իրան ծնող ու ընտանիք են քրֆելու։ Ջոգում է, բայց էթում է դրան։ Էթում է դրան։ Մունաթն է ուտում, հիմա արա այդ տղա են ասում, բան էտ էլ է ուտում։ Հիմա այդ փուլն է եկե, ազգային ինքնությանը, արա այդ տղա են ասում, ուտում է։ Քվուրի փուլից ուշ ալնելու, ասեմ իմացեք։ Հələ կարանք մի հատ թարս ասենք, բայց խաղաղություն ասենք չէ։ Հիմա կարանք խաղաղ ձևով ասենք, լսի աղբեր ջան, գնաք ու մերը, այսեն։ Ես հայոյանք չտվեցի, բոլորին դեմ մի շրջանակներում արգելված է։ Ասենք գնաք ու մերը արա, հետ արա այդ տղայա ասում, մի անգամից մերը քրվի։ Մեր քրվի աղբեր։ Նիչականես մի բան է վրա կգաս։ Ով է տուժելու, գիտեք մի հոգի, Նիկոլը։ Նիկոլը։ Ուրիշ ոչ ոք չի տուժելու։ ՔՊ-ից մի քանի հոգի։ Ուրիշ ոչ ոք այս երկրում չի տուժելու դրանից։ Ուզում եք Ադրբեջանի Թուրքիայի հետ հարաբերությունը ձեր ցավնել տանեմ։ Որ դնեք իմ զրույցները ասես լսեք, չէ՞ վերջի տարիներին։ Կտենակ, որ սուր, շատ խիստ, շատ վիրավորական ինչ-որ բան, ոչ Թուրքիայի հասցերին, ոչ Ադրբեջանի հասցերին չեմ ասել։ Այդքան մտածել եմ։ Կարելի է էլի խոսալ հետները։ Ռուսների հանդեպ էլ աշխատում եմ տես չասել։ Ամերիկայի հետ աշխատում եմ չասել, շատ շուտ եմ ասել։ Գիտեք երբ եմ ասել, Սերժ Սարգսյանի ժամանակներն էր, երբ որ ասում էի, բայց դրանից հետո այլ կերպել եմ մտածել, բայց երբ որ ասում էի, որ Իրան, Ռուսաստան, Հայաստան այս գիծը, այն ժամանակ լավ չէի հասկանում, բայց ինտուիտիվ զգում էի, որ այդ գիծը, ասում էի, այս գիծը կոտրելու խաթր Ղարաբաղը մատաղ են անելու Ադրբեջանի ոտերի տակ։ Այն ժամանակ տենց բան էի ասում, բայց էդի իմ մոտ տենց համոզմունք չէր էլի, տենց վերջնական, որ տենց մի 10 տարի էդի կրկնեի։ Մի խոսքով ասելիքս որն է, հարց չկա ժողովուրդ, այդ երկրներ են, հարևան են, մի քիչ հեռու են, մի քիչ մոտիկ են, հարց չկա գնանք հետները հարաբերության, բայց պարտադիր չի դա լինի, իրանց չմոյի, իրանց տասովշիկի մակարդակի, պետք չի էլի, այդքան ռեսուրս ունենք, սահմանների օրինակը բերեցի, մենակ ռուսներին հանել կամ թողնելը ինչ գին է Իրանից ներկայացնում, այդտենց 100 հատ օրինակներ կարամ բերեմ։ Չինաստանից սկսած միջև Բրիտանիա, միջև Ամերիկա հələ, միջև Բրիտանիա, այս տարածաշրջանի վրա որպես անցումային զոնա Միջին Ասիայի եւ Եվրոպայի միջև Թուրքիան իրան կողմնորոշվել է, Միջին Ասիան կողմնորոշվել է, կարծես թե կամ կկողմնորոշվի,
Հայաստան-Վրաստանն է։ Իրանի հետ արևմուտքի հարաբերությունները պարզ են, Ռուսաստանի հետ ոնց որ թե այդքան էլ լավ չեն ու առաջիկայում դեռ չի երևում կլավանա թե չէ։ Այս գինը ճանաչի այ մարդ, տեղը ճանաչի, գինը ճանաչի։ Ռուսաստանն էլ շատ կուզենա, որ այստեղ իր ազդեցությունը լինի, իր խոսքը անցնի, արևմուտքը շատ կուզենա, որ չունենա այդ ազդեցությունը Ռուսաստանը այստեղ։ Այ մարդ ծախի այդ ինքեր գինը որոշի, այս շանը ձրի տալիս ես, անունը դնում ես անկախություն եմ ձեռք բերում, սուտ ես ասում, կախվածություն ես մեծացնում, պրոստը ուրիշից։ Մեծացնում ես կախվածությունը ուրիշից, ժողովուրդ ջան, հաբա ինչ անենք, քելքներդ գլուխներդ հավաքեք, ինչ պետք է անենք։ Խոսանք, քննարկենք, հասկանանք իրար այն մարդ, հասկանանք։ Վերնագիրն է Թրամփի մասին գրել է, որտեղ այսօր ուզում եմ դրա մասին երկու բառ ասեմ, բայց լուրջ բան չկա։ Թրամփին այս պահին շատ խիստ պետք էր, որ sense մի սկանդալ լիներ, որովհետև Թրամփի գործերը շատ վատ են Ամերիկայում։ Եթե լսեք ամերիկյան կանալները, դեմոկրատները sense խայտարակ են անում, հանրապետական իր հիմնական բլոգերներ բան, նրանք էլ առանձին էլի Թրամփի դեմ են խոսում, այս Իրանի հետ պատերազմում։ Կարճ կոնկրետ ամենապոպուլյար վարկածես են ներկայացնում, որ այդ Էփշտեյնի թեմաներով խայտարակ էր ելնում, ստից պատերազմա սարքե, որ ներքին այդ խայտարակությունը կասեցնի, այդ պատերազմում ավելի մեծ խնդիրներ ստեղծել երկրի համար։ Ընդհանուր առմամբ ամերիկացիք սենց են նայում, որ այս Իրանի դեմ պատերազմը Թրամփի անձնական ընտանեկան խայտարակությունը կանխելու համար էր։ Այս է ամերիկյան մամուլի դիրքորոշումը։ Սա մի ձև պետք է փոխել, կոտրել, մանավանդ իրանցիների հետ Իրանի հետ համաձայնության չի ստացվում հələ որ գալ այդ Օրմուզի ջրանցքի հետ, ասում նեղոցի հետ կապված չի ստացվում, մի խոսքով էսի Թրամփին պետք էր։ Թրամփը գիտեր, որ sense բան են անում, թե չէ չգիտեմ։ Կարան իրան շատ սիրելիներ են, դες մի հատ նվեր անեն։ Այսինքն դավադրապաշտական եմ էլի դիտարկում հարցը։ Կարար բնական իսկականից էլ էր, բայց համենայն դեպս Թրամփին սա շատ պետք էր։ Այն հանցագործությունները հետաքննելիս նայում են ում է ձեռնտու, չէ՞։ Ամենաշատը էսի Թրամփին է ձեռնտու, ամենաշատը։ Մի հետաքրքիր դրվագ էլ Հակոբ Բադալյանը նկարագրել էր։ Այդ հետաքրքիր դրվագը նրա մասին էր, որ առաջինը JD Vance-ին են հանում, հետո նոր Թրամփին են հանում։ Ու Հակոբ Բադալյանը հաշվել էր 15 վայրկյանի տարբերությամբ։ Այսինքն վտանգ կա այդ սեղանի առաջ նստածներին, առաջինը Վենսին են տանում։ Ու կարելի է ենթադրել, որ Վենսը ավելի մեծ քաշ ունի այս պահին հանրապետականների համար, երկրի համար, որովհետև երևի թե Թրամփին հաջորդող հանրապետական տեխնացուն լինի Վենսը։ Չգիտեմ, ու կարելի է սա ուղղակի դիտարկում, որ էդի նկատելի էր։ Մնացած մանրամասները չեմ կարող ասել, ժողովուրդ ջան, եթե առաջիկայում դա հատկանշական է, ինձ թվում է այնպես ներքաղաքականի կոնտեքստում է, Ամերիկայի ներքաղաքականն է, էլի, այդքան էլ մեր կոմերի հարց չի։ Մեր կոմերի դրա համար երկու բառով անդրադառնամ նաև Թրամփին։ Մեր կոմերի հարցը հետևյալն է, ձեր ցավը տանեմ։ Դա խելքներդ գլուխներդ հավաքեք։ Նիկոլենց իշխանությունը բարոյա լքված, բարոյա զրկված, անբարոյության հասած, բոլոր սրբությունները ապականած, բոլոր սրբություններից հրաժարված, բոլոր։ Եվ ընդամենը լուրջ հովանավոր են ման գալիս, որ իրանց կաշին կարանան պրծցնեն արդարադատությունից։ Ռուսաստանն էլ է պատրաստ այդ գարանտը տա, որ Նիկոլի խացին կպնող չի լինի, Նիկոլի օգտին կխաղա, Արևմուտքն էլ է պատրաստ այդ գարանտը տա, Թուրքիան էլ է պատրաստ տա, Ադրբեջանն էլ է պատրաստ տա, սաղ պատրաստ են տալու, որ Նիկոլի մազը չի ծռվի, բայց դրա դիմաց վճարելու է Հայաստանի Հանրապետությունը եւ հայ ժողովուրդը, Հայաստանի քաղաքացին։ Այդ գարանտիաների դիմաց, որ Նիկոլի կաշվի համար են տալիս, վճարելու է Հայաստանի Հանրապետությունը եւ Հայաստանի քաղաքացին։ Ահա թե ինչու ԿՊ-ական այդ պաստառը, պլակատը վրեն գրած։ Առանց Նիկոլ չկա Հայաստան։ Յանի այսքան Նիկոլը կարևոր է։ Կաշին փրկելու համար ինչ ասես կարա գրի։ Ինչ ուզես կգրի։
ու ինքը միայնակ չի, այնտեղ խումբ կա հետը պատասխանատուների։ Շատ չեն, բայց կա։ Ութ տարի իշխանավարեց, որ անկախության համար պայքարեց, որ ռուսական ֆինանսներով մարդիկ գան ընդդիմություն դառնան, թիվ 1 ընդդիմություն, թիվ 1 ընդդիմությունը ռուսական փողերով, թիվ 2-ը ռուսական, թիվ 3-ը նույնիսկ ռուսական, ինչ որ չափով։ Կամ ռուսամետ։ Հələ տենում ես ինչ ձևի անկախության պայքարը անում մարդը։ Ինչ տեսակ Հայաստանի անկախությունն է, Ղարաբաղը բալաստ էր, բեռ էր։ Ինչ տեսակ Ղարաբաղը KGB-ի սարքածն էր, ապե դու չգիտես, դա KGB-ի մոմենտներով KGB-ի սարքածն էր։ Հայաստանը անկախության է տանում Նիկոլը, բայց ընդդիմադիր ստատիստիկայով եմ ասեմ, թիվ 1 ընդդիմադիրը, թիվ 2 ընդդիմադիրը ռուսական բիզնես ու կապիտալա, ռուսամետ են մի այլ կարգի, թիվ 3-ը તો համ ռուսական հովանավորությունը, համ ռուսական ռուսամետությունը։ Էսի ձևի անկախության է ստանում երկիրը։ Այսինքն դու չլես ռուսներն են, նախ դու երկրի ցավն ես հիմա, թե քո ցավն ես, որ արևմուտքը քեզ 2 ձեռով պահի, հա, հանգարց չթողի, որտեվ քեզնից հետո ռուսներն են լինելու։ Տենում ես ոնց է գարանտիաները տվել։ Արևմուտքին ասում ախպեր, ես եմ, մնացածը սա ռուսական է, ինձ լավ նայեք, ինձ մի բան չլինի, թե չէ ռուսական ալնելու։ Այս ժողովուրդն էլ տասնյակ տարիներ Ռուսաստանը խոպանով ապրավ, Ռուսաստանով կայացավ, Ռուսաստանով չգիտեմ ինչ արեց, մի հակառուսա դառը, սաղկյանքները ռուս էին բալետանում։ Ով էլ ռուսական չէր, ինչ հայոյանք ու անպատվություն ասես տալիս էին։ Հիմա դառել են հակառուս։ Բայց այն կողմը ում են բալետանում, իրանք էլ չգիտեն։ Յանի գիտեն նրանք խերի մեջ կորելու են, էլի այն կողմը։ Ասենք Ֆրանսիայի գյուղացիները տրակտորով թրիքը տանում, թափում են իրանց բանը, իշխանությունների բանը, կառավարական, չգիտեմ, պետական շենքերի դեմը թրիքը տանում, թափում են Ֆրանսիայի գյուղատնտեսները։ Հայերը մենք դեպի Եվրամիություն կարտահանենք մեր միտք բանջարեղենը բան, խելքի աշեցիք, ոչ նայա մի բան, то ոչ էլ մենք ենք մի բան, իմ խնդիրը, որ մենք մեզանից բան ներկայացնենք, հետա, դրանից հետո բազար կանենք, խոսանք, կտենանք ինչա ոնց է, ուրիշ ձև չգիտեմ ես, մենք մեզից պետք է բան ներկայացնենք, որ այդ բազարին ոչ թե չմոյի նման են անկյունում վերընկած լնենք, այլ կոնկրետ նստենք, մենք էլ մեր կարծիքը ասենք, հա ամեն պահի մեջ չենք մտնի, ընդ կա որոշակի արդեն հիերարխիա, բայց ամենայն դեպս իմանան, որ մենք այդպես սթից եսիմով չենք, ոնց ասեն այդպես չի լինելու, մեկ-մեկը ֆրան մեզ հարցնեն, դու ոնց ես մտածում, դու ոնց ես կարծում, ես ասելիքս, Թերևս այսքան է, իմ կիրակնորյա մտորումներն ես ժողովուրդ ջան, որոշ բաներ երևի թե կրկնվեցին, բայց ինչ որ է, շնորհակալություն ձեզ ինձ հետևելու համար, շնորհակալ եմ ինձ հանդուրժելու համար, ինչ ասեմ, բարի գիշեր, միշտ նոր հանդիպում, ցտեսություն։